2008 թվականին ես ընդունվեցի հոգեբուժարան։ Սա նկարել եմ հիշողության մեր բակը, որտեղ ապրում էինք։ Ես նկարում եմ որպես հոբբի։ 2008 թվականին ես ընդունվեցի հոգեբուժարան, ես Նբարաշյանի հոգեբուժարանը արդեն շուրջ 17 տարի։ Շատ ծանր վիճակում էի, օրվա ռեժիմով ենք ապրում, դեղորայքի ընդունում սնունդ եւ այլն մաքրություն եւ այլն հետևել ես։ Իսկ ազատ ժամանակ ես սիրում եմ նկարել ու նկարում եմ։ Ինքս եմ ստեղծագործում, կրթություն չեմ ստացել։ Ես անընդհատ փնտրում եմ ազատ ժամանակ, որպեսզի կարողանամ նկարել։ Ես նկարում եմ որպես հոբբի իմ աշխատանքները ու կտակում եմ իմ աշխատանքները մեր հայ ժողովրդին։ Սա հոգեբուժարանի տարածքն է, որը ես ֆոտո եմ արել 3 օր ու նկարել եմ։ Ինչքան ժամանակում եք նկարել։ Երևի մի ամիս։ Ես նկարել եմ 2020 թվականին մեր հոգեբուժարանը այդ ժամանակ վերանորոգված չէր ճաշասենյակն եմ նկարել ու մի հիվանդ նստած պատի տակ մնակության մեջ։ Ես փոքրիկ ծոցատետր էի բաղում մոտս, որտեղ բջուր նկարում էի դրվագներ և անդանոցի կյանքից և այլն ու հետո որոշեցի դա կտավին ազնի նկարեցել։ Սա նկարել եմ մեր բակը, որտեղ ապրում էինք ու ես իմ հիշողություններով կապված եմ քաջարանի հետ։ Ես նկարել եմ մեր բնակարանը, որը 5-րդ հարկում էր։ Չգիտեմ ինչքան հաջող, բայց ես ինձ եմ նկարել։ Ես խնդրեցի, որպեսզի ընկերս ինձ լուսանկարել հեռախոսով, նկարեց, ես նկարել եմ։ Իսկ ո՞նց որոշեցիք, որ հենց ձեզ պետք է նկարեք։ Ես մի անգամ էլ նկարել եմ ինձ տարիներ առաջ, հիշողություն թողնելու համար։ Իմ արտաքինը կփոխվի տարիներ հետո, մանկության հիշողությունից դա երբ ես 12 տարեկան էի ու պետք է տեղափոխվեինք Երևան, այդ մի օրը ես հիշում եմ գնացի խանութ և մի փչովի լաստ գնացի, որպեսզի սեղանը թողնի։ Չէ։ Իսկ դրանից հետո երբևէ առիթ չի եղել սեղանում լողալու։ Եղել է, եղել։ Սա էր հոգեբուժարանի տարածքն է, ես նկարել եմ իմ պատուհանից, ինչ-որ երևում է, մաս սա վերնագրել եմ իսպանուհին, իսպանական գիշեր։ Ինչ-որտեղ ես մեծամտանում եմ, որ նկարում եմ հոգեբուժարանի տարածքը, բայց գտնում եմ, որ ես այստեղ եմ իմ բնակությունը շարունակում ու պետք է անդրադառնամ այդ թեմաներին էլի, այլ եթե քաղաքում լինեի, օրինակ ինչ-որ քաղաքային նկարը, քաղաքի պեյզաժներից կնկարեի։ Վերներ ես արել եմ քրոջս կուզեի նվիրել։ Ձեր որ նկարը կուզեիք նվիրել ձեր քրոջին, թե նորը կնկարեիք իր համար։ Չգիտեմ, ես նկարել եմ, մի հատ նկարել եմ մյուս քրոջս համար, իսկ իմ մեծ քույրն է և այստեղ չի, կուզեի նկարել, բայց թե որը ոչ չեմ որոշել։ Իսկ ինչու եք հենց ձեր քրոջը առանձնացնում։
բոլորից, որ հենց իրեն նվիրեք։ Որովհետև շատ նկարներ ես նվիրել եմ արդեն շատերին, բայց քվիրից չեմ։ Քննի դրան անդրադառնալ, դուք եք այդ սկզբունքով շարժվում, որ նկարիչները չեն սիրում իրենց նկարները նվիրել։ Այո, իհարկե։ Դրանք մեր ստեղծագործություններն են ու մենք շատ կապված ենք դրանց հետ, շատ դժվար ենք բաժանվում նկարներից։ Մանավանդ որ չես իմանա հետո այդ նկարը ինչ կլինի։ Իսկ օրինակ ասացիք, որ կուզեիք վաճառք լիներ, այս պարագայում ոնց եք պատկերացնում դա։ Բաժանվել է նկարը։ Ես կարծում եմ, որ բավականաչափ գումար կարժենա իմ նկարները, որոնցից գումարի դիմաց բաժանվել է շատ ավելի թեթև կլինի վաճառի։ Նկարելուց բացի ես շատ սիրում եմ երաժշտություն, սիրում եմ դասական երաժշտություն, Բեթհովեն, Մոցարտ, Բախ եւ երեկոյան ժամերին հեռախոսագրություն եմ։ Երազում եմ մեր ժողովրդի բարեկեցության ժամանակների մասին եմ երազում ես։ Բարեկեցության։ Ես բոլորին մաղթում եմ առողջություն առաջերտը եւ խաղաղություն, որպեսզի ամեն մարդ ինքը մեր դաշնակ լինի իր մեջ։